Tyler Rake 10 փաստ Թայլեր Ռեյքի մասին, որ քիչերը գիտեն։ Առաջին, ֆիլմը ռեժիսորական դեբյուտ էր։ Ֆիլմի ռեժիսոր Սամ Հարգրեյվը եղել է Marvel-ի ֆիլմերի կասկադյորների համակարգողը, ինչպես նաև Քրիս Հոմսվորթի դուբլյորը Թոր ֆիլմերում։ Երկրորդ, 12 րոպեանոց 1 կադր։ Ֆիլմի ամենատպավորիչ մասը 12 րոպեանոց կադրն է, որը թվում է թե նկարահանված է առանց ընդհատելու։ Իրականում այն բաղկացած է մի քանի կտորներից, որոնք վիրտուոզ կերպով միացվել են իրար։ Երրորդ, ռեժիսորը գտնվում էր մեքենայի ծածկոցին։ Ծածկոց հետ կապոտն է։ Այդ նույն 12 րոպեանոց կադրի համար Հարգրեյվը ստիպեց, որ իրեն կապեն մեքենայի ծածկոցից։ Նա ցանկանում էր հետապնդման ընթացքում լինել իրադարձության կենտրոնում։ Խնդրում եմ հետևեք ալիքին։ 4-րդ, սա եղել է մինի Marvel-ի կազմ։ Ֆիլմի սցենարը գրել է Ջո Ռուսոն, իսկ պրոդյուսերները Ռուսո եղբայրներն են, ովքեր նկարահանել են Վրիժառուների վերջնախաղ ֆիլմը։ Marvel-ի հետ կապված առանձին պլաններ կան, հետո կասեմ։ 5-րդ, ֆիլմի անունը փոխվել է։ Սկզբնական շրջանում ֆիլմը կոչվել է Out of the Fire, սակայն հետո այն փոխվեց ավելի հնչեղ անունի։ Extraction 6-րդ, Քրիս Հոմսվորթի մարզումները ծանր էին։ Նա անձամբ նշել է, որ այս ֆիլմի համար մարզումները ավելի ծանր են եղել իր համար, քան Թոր ֆիլմինը, քանի որ շեշտը դրված էր ոչ թե մկանային զանգվածի, այլ դիմացկունության ու շարժունակության վրա։ 7-րդ, ամիսներ տևող մենամարտի փորձ էր։ Թայլեր Ռեյքի եւ Սաջուի միջև տեղի ունեցող դանակամարտի տեսարանները փորձվել են ամիսներով, որպեսզի դերասանները կարողանային այն կատարել կայծակնային արագությամբ։ 8-րդ, ջրի տակ գտնվելու տեսարանը իրական է։ Տեսարանը, որտեղ Ռեյքը ջրի տակ է, նկարահանվել է առանց էֆեկտների։ Քրիսը ստիպված է եղել երկար ժամանակ շունչը պահած նկարահանվել ջրի հատակին։ 9-րդ, զենքերի հազվադեպ հանդիպող ճշգրտություն։ Ռեժիսորը խիստ հետևողական էր զենքերի կիրառման հարցում։ Դերասաններն անցել են հատուկ դասընթացներ զինվորականների մոտ, թե ինչպես ճիշտ օգտվել զենքից եւ վերալիցքավորել այն։ Եվ 10-րդ, Netflix-ի համար ֆիլմը ռեկորդային էր։ Թողարկումից հետո ֆիլմը դարձավ Netflix-ի պատմության ամենադիտված օրիգինալ ֆիլմերից մեկը։ Միայն առաջին ամսում այն հավաքեց ավելի քան 90 միլիոն դիտում։ Հետևեք ալիքին, դեռ շատ ֆիլմերից ենք խոսելու։